Ապրիլի 19-ին Վրաստանի Բաթումի քաղաքում կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, թե տղամարդկանց, թե կանանց հավաքականները մրցավայր կմեկնեն մարտական կազմերով։ Կանանց թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հարթակ կուղեկցի Տանզելա եւ Ալեքսանդրա Գրիգորյաններին, Իզաբելա Յայլյանին, Աննա Ամրոյանին, Ալինա Սուքիասյանին, Լիանա Գյուրջյանին, Էմմա Պողոսյանին եւ Տաթև Հակոբյանին։ Պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև մասնակցում ենք ամբողջ թիմով, ինչպես եւ անցած տարի։ Ուսումնամարզական հավաքներն անցել են շատ նորմալ, պատրաստականությունը իմ կարծիքով նորմալ է, եթե չկան վնասվածքներ, հիվանդություններ, դա ասված միջև հասնենք Բաթումի, ամեն ինչ այս տեմպերով որ գնա, ասվածն առաջ ամեն ինչ լավ կլինի։ Գլխավոր մարզչի խոսքով Հայաստանում կանանց ծանրամարտը մասսայականացնելու խնդիր կա։ Ինչի համար է լրիվ թիմով մեկնում, որովհետև կանանց ծանրամարտ ունի կարիք նաև պրոպագանդայի։ Հաջողությունը շատ քիչ է Հայաստանում աղջիկների ծանրամարտի, դրա համար մենք ուզում ենք ամբողջ թիմով մասնակցենք, որովհետեւ եւ թիմային հաշվարկով լավ տեղ ունենանք եւ բնականաբար եւ հերոստացույցով ցույց են տալիս առաջնությունը եւ մեր ազգը տեսնի եւ աղջիկները տեսնեն, այն աղջիկները ովքեր գտնում են իրենց մեծ ուժ, որ կարող են տարբերվել մնացած աղջիկներից ուժային ձևով, մասնակցեն, հաջողեն խմբակներ եւ համաներեն հետագայում մեր հավաքական թիմին։ 2019 թվականին հենց Բաթումիում բրոնզե մեդալ նվաճած Լիանա Գյուրջյանը վստահեցնում է, վնասվածքներն անցյալում են, պայքարի միտքն ավելի վեհ է։ Մենք բոլորը շատ մտերիմ ենք, ցանկացած հարցով միասին ենք, դժվարին պահերին նույնպես միասին ենք, իրար կողքի, թմով մեկնում ենք ու հույս ունեմ բոլորս մեդալ կնվաճենք։ Տղամարդկանց հավաքականում եւս բոլորը կազմում պատրաստ են, մեկնում են մրցավայր իրենց լավագույն արդյունքները գերազանցելու։ Թիմի վիճակը հարկասու շատ լավ է, վնասվածքներ չունենք։ Անցկացրել ենք 5 ուսումնամարզական հավաքներ, մեկնելու ենք մեդալների համար եւ ինչ գույնի մեդալներ որ կլինի դեռ հիմա շուտ է չենք ասել, դա էլ ցույց կտա հարթակը։ Հավաքականի հավաքի կարգավիճակում այս անգամ 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանն է։ Մինչև թիմի ավակ լինելն սիրել եմ, ինչով կարողացել եմ բոլորին օգնել եմ ու ինձ համար ինչ որ մեծ փոփոխություն չկա ավակ լինելու կամ չլինելու մեջ, որովհետև միշտ մեր թիմի կողքն եմ եղել, թեկուզ մրցումների չեմ եղել, բայց սաղ հետ կապ եմ ունեցել, շփվել եմ ու եթե ինչ որ բան կարողացել եմ անեմ, անկախ նրանից ավակ եղել եմ թե չէ, արել եմ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Ծանրամարտի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ Արայք Հարությունյանը եւս ներկա էր բաց մարզմանը։ Հետևելով մարզումներին եւ զեկուցներին մենք լավ ենք նախապատրաստվել եւ շատ կարեւոր է որ բարեհոգեբանական վիճակը երկու թիմերում էլ շատ լավ է, նաեւ երիտասարդական եւ պատանիների շրջանում եւ կարծում եմ որ հոգեբանական առումով դա լրացուցիչ խթան է լավ արդյունքներ ցույց տալու համար։ Բաթումին ծանրորդների պայքարին ականատես կլինի ապրիլի 19-ից 26-ը։ Հայ մարզիկների մասնակցությամբ ելույթները կլինեն առաջին ալիքի եթերում։